Այսօր մի հետաքրքիր բանից եմ խոսելու, վարձատրող Աստված անվանել եմ այսպես, վարձքի մասին եմ ուզում խոսեմ, ու գիտեք, թող ոչ ոք չասի, դե ինձ կարևոր չի աշխատավարձից չափը, ես հայրենիքիս համար պատրաստ եմ ամեն բան անելու, շատ լավ է, որ հայրենասեր ես, շատ լավ է, որ նվիրված ես, բայց հասկացեք, բոլորս ձգտում ենք ունենալու լավ վարձատրություն, լավ հարգանք, լավ պատիվ, դե ուրեմն կարևոր չի, երբ որ գնում ես աշխատանքի ընդունվելու, թող քեզ չհետաքրքրի ինչքան են վարձատրելու, կարևորը դու քեզ սպառես, ոչ, մենք բոլորս, մեզ հետաքրքրում է, իսկ ինչքան են մեզ վճարելու, այսօր սովորություն կա, որ այդ գործատուները մի գլուխ պահանջներ են դնում, բայց որ հերթը գալիս է, որ դու պետք է ասես, ասում է ոչ, հլը տեսնենք դուք համապատասխանում եք մեր պայմաններին, նոր մենք կասենք ինչքան ենք ձեզ վճարելու, մի րոպե, համապատասխանեմ, թե չհամապատասխանեմ, բայց ես էլ ունեմ իմ պահանջը, իսկ ինչքան եք ինձ վճարելու դրա փոխարեն, որ ես մտածեմ, որ չլինի ինչ էլ տակ ես պետքա շնորհակալ լինեմ, ինչ էլ տակ ես պետքա գոհ լինեմ, ես էլ ունեմ իմ չափանիշները, ես էլ ունեմ իմ պահանջները, ու այսօր էլ ես խոսելու եմ Աստծո մասին, ով որ վարձատրող Աստված է, ու այո, գիտես, այդ վարձատրության սպասումը իմ ու քո մեջ պետքա լինի, կամա թե ակամա դա պետքա լինի մեր մեջ, առաջ անցնելով պատմեմ մի պատմություն, ուղղակի չեմ ընթերցելու, երբ որ Դավիթը հայտնվեց մարտադաշտում եւ իմացավ, որ Գողիաթը եկել է ու սպառնում է, ու այս ամեն ինչից հետո մի հատ խոսակցություն էր ականջին կպել, մի հատ ցանկություն էր մեջը բարձրացել, ասում էր, որ այս Գողիաթին սպանենք, ինչ կլինի այդ սպանողին, ով որ հաղթի Գողիաթին, ինչ կլինի, ու թագավորն էլ ասել էր, աղջկաս կնության կտամ, հարկերից կազատեմ, չգիտեմ, լավ տեր կկանգնեմ, ով որ հաղթի, մենակ թե հաղթեք, նեղության մեջ ինչ ասես խոստացել էր, վարձք, ինչի, որտև, գիտես, բաներ կա, որ մեզ չի շահագրգռում, ընդհանրապես, բայց երբ որ մեջը շահ կա, լավ իմաստով եմ ասում շահ, ժողովուրդ, լավ իմաստով, շահագրգռում է, նպատակասլացություն է դնում մեր մեջ ցանկություններ է առաջացնում, այդպես է թե չէ, քանի մենք ունեինք կամ մեր երկրի մեջ մենք տեսել էինք են ցմփոր հեռուստացույցները, չէ, նորմալ էր, բայց որ տեսանք արդեն տափակները, ես մտածում եմ բոլորիս մեջ ցանկություն առաջացավ դա ունենալու, թեև գինը դրա բարձր էր համեմատած նրանց, բայց ամեն մեկիս մեջ ցանկություն առաջացավ ձեռք բերելու դա, լավը, նորը, նորավոճը, այդպես է թե չէ, ու վատ չէր, երբ որ Դավիթը եկավ ասեց, իսկ ինչ կլինի, եթե հաղթեմ ես, ինչ կտակ ինձ, մի հատ նորմալ բան ասեք, որ արժի թե չարժի դրա համար, Աստված վարձատրող է իրականում թանկագիններ, մի տեղ կարդամ, եկեք իրար հետ կարդանք Եբրայեցիների 11-րդ գլուխը, 6-րդ խոսքում գրված է այսպես, բայց առանց հավատքի անկարելի է հաճելի լինել Աստծուն, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա և թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի, ասում ով որ ուզում է Աստծո այդ գործ բռնի, նախ առաջինը պետք է հասկանա, որ Աստված կա, ամեն, ոչ ոք գործ չի բռնի Աստծո հետ, եթե համոզված չի, որ Աստված կա, բայց հաջորդը, ասում է, և ով որ ուզում է, այդ մոտեցողը պետք է նաև հավատա, որ Աստված, ոչ թե դու ես ուզում միայն Աստծո հետ գործ ունենաս, այլ Աստված է ուզում քո հետ գործ ունենա։ Եվ ստեղ գրված է վարձքի տեսքով, Աստված ուզում է քեզ վարձատրի։ Անկամ մեր Աստծուն պաշտելը, Աստծո այդ ծանոթությունը անվարձք չի մնալու։ Իհարկե մենք շնորհքով փրկվեցինք, նվեր ստացանք փրկությունը, վարձքը ուրիշ բան է։ Վարձքը երբ որ դու վաստակում ես, երբ որ, չէ՞,
ինչ որ գործ ես անում։ Բայց փրկությունը ձրի էր, մենք ոչինչ չարեցինք, ուղղակի հավատացինք։ Թե ինչպես հավատացինք, դա էլ չգիտենք։ Մինչև այսօր։ Ձրի էր։ Բայց այդտեղ ասում է, նույնն է, դու Աստծո հետ սկսես շփվել, ապրել, վարվել, հավատա։ Չի ասում, դա ինչ կարևոր է։ Դու փրկվել ես ու Աստծո հետ դու քեզ լավ կզգաս։ Անկամ այդ լավը զգալը վարձ կա։ Անկամ մեղքերից ազատվելը, երբ որ դու սկսես Աստծուն հետևել եւ քո կյանքը կսկսի փոխվել, վերափոխվել, դա վարձ կա։ Այսինքն դա փոփոխություն է, դա Աստծուց գալու է մեր կյանքի մեջ։ Ուր մնաց այն մարդկանց, ովքեր որ իրանց ամբողջ կյանքով կնվիրվեն Աստծուն, կլինեն Աստծո ընկերը։ Ամեն։ Մի պատմություն կարդամ, հետո գնանք առաջ։ Ուղղակի ես ուզում եմ այսօր Աստծուն բնութագրեմ։ Մենք տեսնենք ով է այդ Աստված։ Ամեն։ Ոչ թե կախվենք Աստծո փեշերից, թափ տանք ու ասենք դե տուր, այլ հասկանանք, որ Աստված այնքան շատ է ուզում մեր կյանքի մեջ գործ ունենա, տա, լցնի, առատացնի, անգամ բաներ, որ մեր մտքով չի էլ անցնի։ Եթե մեր չափանիշը այսքան Աստված ասում է իմը անսահման է, ուղղակի պայմաններ կա։ Աստված արդար է ու ինքը վարձատրում է եւ արդարներին եւ ամբարիշտներին։ Ուղղակի տարբեր վարձքեր են։ Ամեն։ Հնարավոր չի ամբարիշտի վարձքը արդարի վարձքի պես լինի։ Եվ հնարավոր չի արդարը ամբարիշտի վարձք ստանա։ Դրա համար մեզանից է կախված։ Այսօր մենք կարծես թե մի կշեռք ենք վերցնելու եւ կշեռքի վրա սկսելու ենք կշռել բաներ մեր մտքի մեջ, մեր պատկերացման մեջ։ Մենք ենք դնելու կշեռքին եւ կշռենք եւ ասենք. Որն է իմ համար ծանր։ Իրականում Աստծո խոսքով կամ Աստծո ասածները բոլորը ծանր են այս աշխարհի առաջարկներից, բայց հասկանում եք մենք ենք դրանց արժեք տվողները։ Մենք ենք դրանց գնահատողները մեր որոշումով, մեր ընտրությունով։ Մատթեոս ավետարան 20-րդ գլխի մեջ մի պատմություն է պատմում Տեր Հիսուսը եւ ասում է մի մարդ մի այգի ուներ եւ իրեն աշխատողներ էին պետք։ Եվ ասում է դուրս գնաց, որպեսզի աշխատողներ վարձի։ Երբ որ գործը պետքա սկսվեր եւ տեսավ մարդիկ են կանգնած, գին որոշեցին, պայմանավորվեցին եւ տարավ աշխատելու։ Հետո էլի կարիք կար, գնաց էլի մի քանիսի վերցրեց։ Մի որոշ ժամանակ հետո էլի մի քանիսի վերցրեց։ Երբ որ գործի ավարտվելու ժամանակն էր, տեսավ մարդիկ կան, որ էլի են տարապ կանգնած, դրանց էլ տարավ։ Բնականաբար գիտեք, մեկը մի քիչ աշխատեց, մեկը մի քիչ շատ, բայց այն ամենաառաջինները շատ աշխատեցին։ Ու երբ որ եկավ վարձատրելու ժամանակը, բոլորին հավասար տվեց։ Գիտեք, չէ՞ այդ պատմությունը, եթե չգիտեք, կարդացեք։ Ունդեղ բողոք առաջացավ այն մյուսների մեջ, ինչու դու իրանց մեր չափ վարձատրեցիր։ Մենք ամբողջ օրվա ծանրությունը, ամենամեծ գործը մենք արել ենք, ու դու նրանց մեր հետ հավասար գնահատեցիր։ Եթե նրանց այսքան ես տվել, մեզ կրկնակի, երակի կամ քառակի պետքա տայիր։ Բայց ասում եմ, լսեք, դուք այսքանով եք պայմանավորվել։ Դուք այսքան որոշեցիք, դուք այսքան չափը դրեցիք։ Ես էլ տալիս եմ ձեր չափը։ Ես ուզում եմ, որ այսօր մենք մեր չափերը քանդենք։ Այն ինչ որ մենք ենք պատկերացնում։ Մենք չգանք ու Աստծո առաջ, որովհետև գիտես, երբևէ միգուցե ես կամ դու աղոթել ենք, Տեր, այ եթե ես անես իմ կյանքի մեջ, ես սենց կանեմ։ Մտածելով, որ Աստծուն բան ենք անում, էլի, համոզում ենք կամ սպառնում ենք։ Եթե ես հարցս չլուծես, վերջ ես էլ եկեղեցի չեմ գա։ Եթե ինձ չբժշկես, ես էլ 10-անորդ չեմ տա։ Եթե չգիտեմ իմ ուզած ավտոմեքենան ինձ չնվիրես, ես կխռովեմ քեզանից։ Իհարկե մանկությունը։ Մենք խոսում էինք անցած կիրակի մանկության մասին, բայց երբ որ այդ մանուկը չի փոխվում, այս արդեն տրագեդիա է, չգիտեմ հայերեն ոնց է։ Ողբերգություն։ Բայց այն մյուսները, գիտես ինչ ասին, մենք գնում ենք, ոնց որ լավ մարդ է երևում։ Ոնց որ բարի մարդ է երևում այս տանուտերը։ Գնում ենք աշխատենք։ Գնում ենք աշխատենք, ինչ տվեց։ Ու գիտեք, երևի թե իրար հետ խոսացած կլինեին այգու մեջ, տղերք, բա դուք ինչքանով եք ստե աշխատում։
Այն առաջվա եկածները կասեին դե մի դահեկան։ Ու միգուցե այն մեկը իր մեջ կմտածեր, լսի, որ իրանց դահեկան է տալու, մենք մի ժամ երկուս ենք աշխատելու, երևի, չգիտեմ, այնտեղ մի նաքարակիտ կամ մի մնաս, մի եւ այլն, չգիտեմ այդ գումարները, որ ասեմ, հաստատ քիչ։ Դահեկանի կեսը կամ 1/4, բայց միևնույնն է, նրանք շնորհակալ էին անգամ իրանց մտքի մեջ, որ պարապ կանգնած էինք, մեզ ոչ ոք բանի տեղ չէր դնում, բայց այս բարի մարդը եկավ ու տարավ իր այգու մեջ աշխատելու, եկավ ու վերաբերմունք ցույց տվեց, եկավ ու մեզ ձեռ մեկնեց։ Ես հիմա այս պատմության մեջ չեմ խորանալու, ուղղակի ես ուզում եմ ասեմ, եւ Տերը ասում է վերջում ասեց, լսեք, ձեր սրտերը չար է, որ ես բարի եմ։ Միթե ես իշխանություն չունեմ ու կամք չունեմ առատ վարձատրելու։ Մեր Աստված առատ վարձատրողը, մեր Աստված առատությամբ տվողը, ամեն, ուղղակի մեր կարգավիճակը նրա հետ փոխհարաբերությունների պետքա փոխվի, ամեն, երբեք թանկագինս չասես, եսի անես, ես կանեմ, չարիր չեմ անի, չի կարելի, Աստված այնքան մեծ բան արե, որ մենք դրա մասին տեղյակ էլ չէինք, ասում ով որ իր որդուն չխնայեց, մենք մեղավոր էինք, բայց նա մեր մեղքերի համար իր որդուն մատնեց, բա հիմա ինչ կխնայի մեզ համար, ինչ կխնայի թանկագիններ, չէ դե կխնայի էլի, չի խնայի, չի խնայի, Եսայա մարգարեության 49-րդ խոսքը, մի քանի տեղեր հետո ես խոսելու եմ, օրինակ, որ այսպես վարվենք, ինչ վարձ կունենանք, այսպես վարվենք, ինչ վարձ կունենանք, հետո օրինակներ եմ բերելու, 49:4, նայեք ինչ է գրված, բայց ես ասում էի, թե զուր եմ վաստակում կամ աշխատում, դատարկ և ունայն տեղը վերջացրի իմ զորությունը, Իսրայելն էր խոսում, ես եմ խոսում, դու ես խոսում, ինչ-որ բաներ, երբ որ փոփոխություն չի լինում քո կյանքի մեջ, ինչ-որ մի բաներ այնպես չի ստացվում, բոլորիս վրա այս միտքը գալիս է, գիտես, հլը որ գալիս է այդ ոչինչ, բայց որ մենք ենք վերցնում ու վերարտադրում, այս արդեն լավ չի, և այս մարդը, այս հեղինակը, այս Իսրայելը, և ասում է, բայց ես ասում էի, թե զուր եմ, իմ աշխատանքը, իմ նվիրվածությունը, իմ ներդրումը, իմ ջանքերը, իմ ամեն ինչը, իմ հավատքը զուր է, դատարկ է, ունայն է, սակայն, բայց գիտես, անցնում է ժամանակ, անցնում է, որ հասկացողություն է գալիս, ասում է, բայց սակայն, իմ իրավունքը Տիրոջ մոտ է, ինչքան լավ որ հասկանանք, որ լսի մեր գործը Աստծո հետ է, մեր պաշտպանությունը Աստծուց է, մեր իրավունքը Աստծո մոտ է, իրավունքը գիտես, որ երբ որ ինքը դատ է անելու, դատավճիռ է կայացնելու, եւ նա արդար է դատավճիռ կայացնելու, ամեն, հնարավոր չի, միգուցե Աստծո աչքից վրիպել է, Աստված չի տեսել, ես ինչքան նվիրված եմ եղել իրան, դուք մտածում եք վրիպել է, սա սատանայի սուտ է, որ գարս, լավ դե ինչի տես, կյանքդ նվիրել ես Աստծուն, ինչի համար, կյանքը վայելի, հենց տես պտի սուրբ լինես, հա, հլը տես ենքան տենց մարդիկ կան, մի օր սենց են, մի օրն ենց են, լսի, որ ասում է, եղունգ ունես գլուխդ քորի էդ սկզբունքը, լսի մի քիչ քո մասին մտածի, մի քիչ երեխեքիդ մասին մտածի, մի քիչ ապագայիդ մասին մտածի, կարծես թե Աստծո հետ ապրելով, մենք չգիտեմ ինչի մասին ենք մտածում, մեր ապագա հավիտենական կյանքի մասին ենք մտածում, մեր սերունդների փրկության մասին ենք մտածում, մեր սերունդների արդարության և Աստծո հետ վարվելու մասին ենք մտածում, ամեն, ինչ ես խորացել սենց, եկեղեցի, ծառայություն, չգիտեմ Աստծո խոսք, հասկացանք, բոլորս էլ հավատում ենք, բոլորս էլ մեռնենք Տիրոջ զորությանը, ինչ ես այսքան նվիրել քեզ Աստծուն, Աստված, ինչ ասում են Աստված, բա ով, եթե ոչ Աստված, հարց ունեմ, բա ով, բա ում նվիրենք մեզ, այդ Աստծուն նվիրել չի նշանակում, կինը իրան ամուսնուն չի նվիրում, ամուսինը կնոջը չի նվիրում, ընտանիքը իրար չի նվիրված, հայրենիքին չենք նվիրված,
Այդ չի նշանակում Աստծուն նվիրած բոլորին թողած։ Աստծուն նվիրած նշանակում է մեղքին թողած, աշխարհը թողած, աշխարհային սկզբունքները թողած, կործանումը թողած, խաբեությունը թողած, անեծքը թողած։ Ու ամենալավ բաները շահ ունենալով։ Եվ ասում է, բայց սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է եւ իմ վարձքը իմ Աստծո մոտ է։ Ոչինչ որ տխրել էր, ոչինչ որ եկե խաբել էին, ասում են, լսքան տարի ես քո սենց ջերմերանտ Տիրոջն ես ծառայում։ Բա ուրա, հələ տես, մի տեղ եմ թողել, չգիտեմ, եթե հասնեմ ժամանակի մեջ, կկարդամ ինքը մի ամբողջ Սաղմոս է, այս ինչի մասին որ խոսում եմ։ Եթե չէ, ուղղակի կպատմեմ։ Բայց ինչքան լավ է, որ հասկանում էր, կար Աբրահամը։ Աբրահամ հավատքի հայր է կոչվում։ Աստված խոստմունքով դուրս հանեց, Աստված տարավ խոստացված երկիր, Աստված զավակ խոստացավ։ Զավակ խոստացավ։ Պատկերացնում եք։ Շահը գրգռեց Աբրահամին։ Ու դա վատ չէր։ Աստված այսօր մեզ էլ է շահագրգում։ Հիվանդին ասում է կբժշկվես, տկարին ասում է կզորանաս, ամուլին ասում է կծնես, ես խոսք եմ տալիս, խոստանում եմ։ Ու սա այդ Աստվածն է։ Ամեն։ Ասես բայն մարդիկ, որ ոչ մի բանի կարիք չունեն, ասենց տնով, տեղով, ամեն ինչով, առողջ, անուն, պատիվ, հարգանք, բա իրանց ինչով է շահագրգռելու։ Իրանց ոչ մի բանի կարիք չունեն։ Բա երկինքը, բա մեղքերը, բա արդարությունը ունեն։ Դու չգիտես ուղղակի։ Քեզ է թվում, դե դες աշխարհի մեջ միակ խնդիրովը դու ես։ Քեզ է թվում, որ միակ ես տառապանքը դու ես քաշում։ Էն էլ մի երկու բան, չգիտեմ, ժամանակին մի քիչ քամի ու փոթորիկ է լինում։ Այդ քեզ է թվում, որ գիտես, այս խնդիրը մենակ քոնն է ու հատուկ անուն ունի։ Բոլորի կյանքում ինչ որ բաներ կան։ Մի հատ ֆիլմ կար, չէ՞, ասում հարուստներն էլ են լացում, ու մեկը ասում է գոնե Մերսեդեսի մեջ է լացում, ոչ թե դուրսը նստած։ Չէ, թանկագիններ, բոլոր մարդիկ ունեն Աստծո կարիքը, ու բոլորին Աստված, լավ, Մերսեդես ասեցի, կարող է քո համար ուրիշ ավտո կա ավելի բարձր, լա։ Քո ուզած ավտոն թող լինի։ Ամեն մեկը կարիք ունի Աստծո, ու Աստված ամեն մեկին եւ առաջնային ասում է ինձ արի, ու ես քեզ կազատեմ մեղքի գերությունից։ Ամեն, փառք Աստծուն։ Եվ Աբրահամին, երբ որ Աբրահամը ոնց որ թե լավ էր, ստացվում էր, ամեն բան լավ էր, իր այդ զարմիկը իր հետ էր, հետո բաժանվեց, գնաց։ Մի խնդիր է լինում, Աբրահամը գնում է Ղովտին ազատելու եւ հաղթում է, վերցնում է լավ ավարով, ամեն ինչով, հաղթանակած հետ է գալիս։ Այն թշնամիները, որ շրջակա թագավորներին հաղթել էին, այդ ավարը տարել էին, թագավորները գալիս են դիմավորելու Աբրահամին, դա 14-րդ գլուխն է, Ծննդոց։ Եվ ասում են, լսի, այս ամեն ինչը քեզ լինի, Աբրահամ։ Քեզ ենք տալիս։ Ոնց որ ստացվեց, էլի։ Որտեղից որտեղ բախտս բերեց։ Հələ տես ինչ հարստանալ հարստացա։ Բայց գիտես, Աբրահամը մի բան ուներ իր սրտի մեջ։ Ու այդ շարունակությունը այս բառերով կասեմ, ասում եմ, ոչ մի բան ես չեմ վերցնի ստեղից։ Որ չասեք մենք հարստացրինք Աբրահամին։ Բացի այն ինչ որ զինվորները կերել են, ծախսել են, իրանց պետք է եղել։ Ոչ մի բան չեմ վերցնի։ Ու պատկերացնում ես քեզ թվում է, թե ինքը ոչ մի բանի կարիք չուներ։ Հիմա ես ուզում եմ կարդամ Ծննդոց 15-ը։ Այդ պատմությունը, որ պատմեցի, հենց ստեղից շարունակվում է 15-ի սկզբում ասում է այս բաներից հետո տեսիլքում Տերը խոսեց Աբրահամի հետ ասելով մի վախեցիր Աբրահամ ես քեզ համար վահան եմ քո վարձքը խիստ շատ է Պատկերացնում ես Աստված իրան դրթում ասում չվերցնես սրանց ոչ մի ունեցվածքից մի չոպ չվերցնես ես եմ քեզ վարձատրելու Պատկերացնում ես ինքը հրաժարվում է, բայց տխուր է, չէ՞ որ ասում է, լսի, մի վախեցի, մի տրտմի, մի ընկճվի,
Քո վարձքը խիստ շատ է ու երկխոսություն է գնում հետո ներքևում։ Եթե կարդաս, ասում է դե ինչ վարձք, երեխա չունեմ, այս եղածը աշկից չի գալի, իմ կարևոր երեխա, դու ինձ երեխա էր խոստացել։ Դու ասել ես սերունդների հայր կանեմ։ Բայց ոնց որ անցնում է տարին տարու վրա, ոչ մի բան չի լինում։ Բայց նայ Աստված գալիս է եւ նախապես ասում է լուսի քո վարձքը խիստ շատ է լինելու։ Ինչու՞։ Որովհետեւ ինքը խիստ բռնեց Աստծո խոսքը, որովհետեւ ինքը խիստ կանգնեց Աստծո խոսքի վրա։ Մի չոփ չեմ վերցնելու քեզանից աշխարհ։ Ոչ մի առաջարկի թե չեմ համաձայնվելու աշխարհ։ Ոչ մի խապկանքի չեմ տրվելու աշխարհ։ Այո, ինչքան էլ վարձատրես ինձ, ես իմ Տիրոջ արդարությունը չեմ փոխի։ Սա գրված չի, բայց թող գրվի մեր սրտերի վրա։ Ու պատկերացնում է, ու սատանան նայում է սատանայի առաջարկածին ու նայում է այս կողմը։ Ոնց որ թե Աստծո ասածը չի ստացվում։ Հնարավոր չի որ չստացվի։ Հետո մենք գիտենք ինչա կատարվում։ Ամեն։ Չգիտեմ որտեղից սկսեմ, որտեղից վերջացնեմ։ Օրինակ Մովսեսը։ Մովսեսի մասին գիտեք։ Եգիպտոսի փարավոնի աղջկա որդեգրված, չէ, որդին էր։ Շատ մեծ ազդեցություն ուներ, շատ մեծ ապագա էր սպասվում Մովսեսին։ Ու այդ ամեն ինչի մեջ տեսնում էինք Աստծո ձեռքը ոնց պահեց, ոնց պաշտպանեց, տարավ պալատ, ու ինքը կրթվում էր, ինքը բարձրանում էր, ինքը շատ լավ դիրք ուներ, ես չգիտեմ, միգուցե հաջորդը ինքը կլիներ փարավոն։ Բայց նայեք ինչա գրվում Մովսեսի համար։ 11:26։ Չէ, 5:25։ 11:25 եբրայեցիներ, ասում ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե մի առ ժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Երբ որ երիտասարդները այն իրանց եռում ժամանակն է, աճ, ցախ, ման են գալի, դո էսե վայելի, լայ տղա, մեռնել կա աշխարհում, էսել վայելի, կյանքը վայելի, մեղքի մասին է խոսքը, էլի, ոչ թե իրական արդարության, ու մտածում են, թե սա է կյանքը։ Ես էլ մտածում եմ, մի 60 կդառնամ, նոր կդառնամ Աստծուն։ Հիմա ոնց թե չվայելենք կյանքը, չվայելենք, հո չենք ասում մեղքը։ Ու սատանան խափում է ամեն մեկին, բայց նայեք ասում ավելի համարեց լավ Աստծո ժողովրդի հետ չարչարվել, թող ասեն, այս ինչ հետա մնացա, թող ասեն, այս ինչ, չգիտեմ, ստարամոդնիա, բոլորս է հավատում ենք, ինչ ես գնաց է ամեն օրը, հալելույա, հալելույա, թող ասեն, ամբաշարքա, ինչ կարան ասեն, խեղճա, թող ասեն հիմարա, Մովսես ասում էր, թող ասեն, թող ինչ ասում են ասեն, քան թե մի առ ժամանակ մեղքի զվարճություն ունենալ, մի առ ժամանակ, երբ որ կնստենք ու կասենք, այս ինչ արեցինք մենք մեր երիտասարդ տարիքի հետ, այս ինչ արեցինք մենք մեզ տրված Աստծո հնարավորության հետ, ինչու Աստծո ձեռքը մեկնած մերժեցինք, ինչու ես խափնվեցի այս ժամանակավոր փայլփլուն բաներին, ինչքան մարդիկ կան, որ այսօր Աստծուց հեռացել են ու գիտես ափսոսանքի մեջ են ապրում, տխրության մեջ են, ու երեսները չի բռնում Աստծուն գալու, որովհետև սատանան դատապարտությունով լցրել է իրանց։ Էլ ինչ երեսով պիտի գնաս։ Աստված էլ քեզ չի ընդունի, կընդունի։ Աստված քեզ է սպասում։ Եթե դու ես կամ լսում ես, Աստված հենց քեզ է սպասում։ Ամեն, ուշ չի երբեք։ Եվ ասում է, այլ ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատիքը եգիպտացիների հարուստ գանձերից, որովհետև աճ դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Այսինքն, այս ինչ վարձք էր, որ ամբողջ Եգիպտոսի հարստությունից ավել էր, Մովսես։ Ինչ վարձք էր դու տեսե Աստծո մոտ,
որ Եգիպտոսը այդ ժամանակվա ամենահարուստ քաղաքակիրթ պետությունը ու դու անմիջական ժառանգորդը այդ ինչ մեծ արժեք էր տեսել դու Աստծո մոտ որ դու ասացիր ես արկը համարեմ այս ամենը Աստծո վարձքը ընդունելու համար Աստծուց վարձք ընդունելու համար եւ ինքը գիտակցում էր այո որ նախատիկել կունենա ծաղրանքի էլ կենթարկվի չգիտեմ իրան ճիշտ չեն հասկանա բայց իրականում ժողովուրդ եկեք հասկանանք եկեք այսօր հիմա կշերկը դնենք մեր առաջ Եգիպտոսի գանձերը դնենք ու մի բան որի մասին լսել ես ընդամենը չես էլ տեսել պատկերացում չունես նորմալ թե ինչ է անելու Աստված քո կյանքի մեջ բա որ անելու էր ինչի ես այսքան տարիներ անցա բա երբ է լինելու խորը ծերությանը ժամանակ հա երբ է լինելու ու մենք տեսնում ենք որ Մովսեսը տենց էլ գանձեր չուներ դիզած ամբարները լիքը գումար սխմած չէ ամբողջ իր կյանքը անապատում անցկացրեց մի հակառակ ու ապստամբ ժողովրդի հետ բայց ոչ մեկին Աստված իրան չհայտնեց ինչպես Մովսեսին ոչ մեկը նման մտերմություն չուներ Աստծո հետ ինչպես որ Մովսեսը ուներ Աստված ասում է ես իր այդ բերանի եմ խոսում Մովսես դու այդ ամեն ինչը ավելի վեր դասեցիր Եգիպտոսի գանձերից դու մատը ճտացնեիր ինչ ուզեիր կլիներ քո շուրջը բայց դու գնացիր անապատ հասկանալով որ անապատը այդքան էլ լավ տեղ չի դու վերցրեցիր այն կոչումը որ Աստված քեզ տվել էր որի շատ չարչարվելու էր որի համար լիքը խնդիրներ ու նեղություններ էր ունենալու բայց դու դրանից ավել դասեցիր ինչու ով կարա հարց տա ինչու պատասխանը գրված է այդ գանձերը ժամանակավոր էին այդ զվարճանքը ժամանակավոր էր բայց այն ինչ որ Աստված էր անելու դա հավիտենական ժառանգություն էր դա հավիտենական վարձք էր ու այսօր մենք ասում ենք Մովսես պատկերացնում եք Մովսես ով մի ամբողջ ժողովուրդ դուրս արեց ով գրել Աստվածաշնչի օրենքների այն 5 գրքերը ով այնքան մտերմություն ուներ Աստծո հետ աղբ համարեց Պողոսն էլ էր նույնը ասում ասում այն ինչ որ ունեմ տիտղոս անուն հարստություն ծանոթություն ասում ամեն բան աղբ համարեցի Քրիստոսին ճանաչելու համար դուրս է գալիս բաներ կա որ մեր կյանքում մեր ճանապարհում արգելք են հանդիսանելու որպեսզի մենք Քրիստոսին ավելի մոտենանք գալու են խոչընդոտելու են ու փորձելու են մեզ ուրիշ բան առաջարկել բայց Պողոսը ուներ որոշում ասում աղբ համարեցի Պողոսը մի ուրիշ տեղ քանի որ խոսեցինք Պողոսից ասեմ գրված է այսպես ասում հավատքս պահեցի ընթացքս կատարեցի, չէ՞, ու հիմա մնում է, որ արդար դատավորը ինձ կտա փառքի պսակը։ Այսինքն վարձատրի։ Գիտեք, վարձքը չի նշանակում, որ միայն երկնքում է լինելու, ստեղ էլ ենք մենք վարձատրվում, բայց ընդեղ էլ ենք վարձատրվելու։ Ու ելի եմ ուզում ասեմ, սա մեր հավատարմության արդյունքն է։ Մեր խոնարհության ու հնազանդության արդյունքն է վարձքը։ Ոչ թե ուղղակի Աստծո զավակ կոչվելու։ Աստծո զավակ կոչվելու վարձքը հենց Աստծո զավակն էր։ Մեր արդարությունն էր, որ ձրի մենք ստացանք։ Բայց հետո բոլորը մենք վաստակելու ենք, ժառանգելու ենք մեր արածի կամ չարածի համեմատ, մեր հնազանդվելու կամ չհնազանդվելու համեմատ։ Ամեն։ Ու այսօր քեզ շահագրգռում եմ ինձ էլ հետը, որ լսեք, եկեք Աստծուն պին բռնենք, վարձ կա։ Անթարամ վարձք, չհնացող, չժանգոտող, մոդայից չընկնող, երկնքից եկած վարձք, երկրի վրա և երկնքում, ամեն, մի քանի տեղ,
Երկրորդ թուղթ Հովհաննես առաքյալի կարելի է նվագել։ 8-րդ խոսքում տեսեք ինչ է գրված։ Վերևում գրված է մոլորեցնողների, սուտ վարդապետությունների, տարբեր խոչընդոտների, շեղումների մասին, որ սատանան գործի է դնելու։ Եվ ուտում գրված է զգույշ կացեք ձեր անձերին, որ չկորցնեք այն, որ վաստակեցինք, այլ որ բոլոր վարձ կառնեք։ Մի նայեք մատերի արանքով։ Ջանք արեք, որ ամբողջ վարձ կունենաք։ Ջանք արեք, որ Աստծո ուզած այն քո անունով երկնային շտեմարաններում, որ կա գրված ու արդեն դրված է քո համար, դու դեռ չծնված։ Ասում ես քեզ կանչել էի եւ քո անունով կոչել էի, դու իմն ես։ Եվ նա արդեն պատրաստել էր, մենք ազգային սովորություն ունենք, չէ՞, առաջ էր, որ չգիտեմ, վենգրական էս ինչներ, հունգարական էս ինչներ, օժիտ էին հավաքում մեր աղջիկների համար, գերմանական էս ինչը, օժիտ էին հավաքում, որ հետո հենց ամուսնանա, երբ որ ամուսնանում էր, արդեն մոդայից ընկած էր այդ ամեն ինչը, թե ով էր հագնելու, չգիտեմ, խալատներ, բայց այս օժիտ ասեմ, ինչ որ Աստված մեր համար հավաքել է կամ արդեն պատրաստել է երկնքում, մեզ է պատկանում, ինքը երկնային արտադրանք է, դու վայելելու ես, դու վայելելու ես Աստծո ներկայությունը, դու վայելելու ես Աստծո ընկերակցությունը, դու վայելելու ես Աստծո մխիթարությունը, Աստծո զորությունը, Աստծո առաջնորդությունը, Աստծո առատ օրհնությունները, հոգու շնչի մարմնի ոլորտում, ֆինանսներիդ, դու վայելելու ես ուղղակի Աստծուն, ինչը որ քեզ է պատկանում, քո համար է նախատեսված, ասում ամբողջ վարձքը, ինչ է լինելու նրան, ասում որ հաղթի Գողիաթին, ու Դավիթ անմիտ կլիներ, երբ որ լսեր, որ թագավորի աղջկան իրան կնության են տալու, հարկերից ազատելու են, ու հլը չգիտեմ լիքը հարստություն են տալու, օժիտ, ու ինքը ասեր, լավ է, հարկերից ազատեք հերիք է, այն մնացածը չեմ ուզում, լավ է, ես իմ անմիտ չեր լինի, այդ աղջկա համար հերթ էին կանգնած թագավորի որդիները, միգուցե ինքն էլ էր երազը, հետո ասել էր ես ու քիթս չի հասնի դրան, հարցը ինչի հետո ինչ եղավ, բայց միևնույնն է, ինքը չհրաժարվեց, չասեց, լավ թե, հարկերը, այ հերս ոնց կուրախանա, մեր տունը հարկերից ազատ է, շատ լավ է, որ ազատ է, լսի, բայց դու դառնում էիր պալատական, դու դառնում էիր թագավորի սեղանից օգտվող, դու դառնում էիր, հետո ինքը նախարարն էր, տեսակ, չէ, զինված ուժերի նախարարն էր, ասում Դավիթն էր մտցնում, հանում, տանում, բերում բոլոր հաղթանակները, անմիտ կլիներ Դավիթը, ու եթե մենք էլ այսօր ասենք, լավ է դե, Աստված ջան, ես գիտեմ դու կաս, ես գիտեմ դու ինձ փրկել ես, այս կյանքում ոնց է լնի, լենով, նեղով, դժվարով, մի կերպ էլ կանցկացնես երկինք կտանես, Հովհաննես ասում ոչ, ամբողջ վարձ կստանաք, Աստված Հովհաննեսի բերանով ասում է չհամաձայնվես այն ամբողջ վարձքը, որ քեզ է պատկանում, դրան ձգտիր, ինչպես, Աստծուն պին բռնի, ինչ անեմ բա որ վարձ կստանամ, մի քիչ առաջ 10-րդ զոհաբերություն էինք տալիս, չէ, ու խոսքն էլ դրա մասին էր, որ Աստծուն տվողը չի աղքատանա, բա ինչ կլնի, Աստված կօրհնի, դե որ օրհնում ես օրհնի էլի ինչի ես ինձնից ուզում ա որ քեզ օրհնի, ուզում ա որ դու հավատքի գործ անես, ուզում ա որ դու հավատաս ու վստահես Աստծուն ու ասես իմ վարձքը Տիրոջից է, ես տեղ կաշխատեմ, ես տեղ կսովորեմ, ես տեղ ուժ կներդնեմ, փառք Աստծուն, բայց օրհնողը Աստված է, գրված է որ գիտեք, եթե Տերը չպաշտպանի, զուրա
պահակությունը, եթե Տերը չշինի, զուրա։ Բայց գիտես, չեմ ասում աշխատելն ու շինարարությունը կամ պահակությունը լավ բան չի, հսկելը լավ բան չի։ Աստծո հետ։ Եթե Աստված չկա մի բանի մեջ, զուրա։ Եթե քո ուսման մեջ Աստված չկա, եթե քո ուսումը Աստծուն չի փառավորելու, եթե քո աշխատանքը Աստծուն չի փառավորելու, եթե քո վաստակած գումարները Աստծո գործի մեջ չի ներդրվելու, քո կյանքը Աստծուն չի փառավորելու, զուր ամեն ջանքերդ։ Ամեն։ Ասում եմ չարչարվելը այդքան է շատ բան չի ավելացնում, բայց Աստծո օրհնությունը ավելացնում է, առատություն է բերում։ Ինչու՞։ Որտեվ այդ մարդը որոշել էր հետևի Աստծո խոսքին, պահի ու վարվի Աստծո խոսքով։ Առաջի Կորինթացիներ 15:58 մի երկու տեղ համբերեք։ Ուրեմն սիրելի եղբայրներ, քույրեր, հաստատ եղեք։ Անշարժ կացեք։ Ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործի մեջ։ Իմացեք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տիրոջ մեջ։ Դատարկ չի, անօգուտ չի, փուչ չի, անիմաստ չի։ Բա ինչ կլինի ինձ։ Տերը առատ կվարձատրի։ Ամեն։ Հավատում եք թե չէ։ Մովսես ասում է գանձերը, իրական գանձեր էր, վերջը դասեց Աստծո խոստմունքից։ Ծառայի Աստծուն մի վախեցի։ Հնազանդվի Աստծուն մի վախեցի։ Երբեք մի վախեցի, որ Աստծո խոսքը անկատար կմնա քո կյանքի մեջ։ Մի առևտուր արա աշխարհի հետ։ Եթե դու սկսեցիր առևտուր անել, ինքը միշտ կգա քո հետ։ Տեսել եք ամեն առավոտ շենքերի մոտ ձեն են տալիս, միրգ են, բանջարեղեն են բերել։ Ամեն օր կգա քո ականջին ու կգոռա, հիմա սրա համար ես եմ առաջարկում, սրա համար ես եմ առաջարկում, սրբությանդ համար ես եմ առաջարկում, եկեղեցուց կտրելու համար ես գործն եմ առաջարկում։ Միայն Հիսուսին ինձ երկրպագի ողջ փառքը քեզ կտամ։ Ինձ երկրպագի ասում ամեն բան քեզ կտամ։ Ինչ ասեց Հիսուսը։ Լսի, այն ինչ որ ինձ տրված է Աստծուց, ես այդ եմ ուզում։ Իսկ ինչ էլ որ դու պիտի առաջարկես, դու սուտ խոսանես, ինքը չի կարա ճիշտ բան խոսա։ Դու ձեզ թվում որ սատանան մի բան առաջարկում է, ինքը այդ ամենը տալու է։ Ում ուզեմ կտամ։ Մենք չենք ուզում քո տվածը։ Մենք չենք ուզում քո առաջարկները։ Մենք հավատում ենք Աստծո խոստմունքին, որ մեր վարձքը չի պակասելու, որ մեր ջանքը իզուր չի, մեր նվիրումը դատարկ ու անօգուտ չի։ Մենք հավատում ենք ու դրա համար գիտենք, որ Աստված իրան սիրողներին, իրան փնտրողներին, իրան հնազանդվողներին, իրեն հետևողներին, իրեն, ասեք, ճուրացողներին, ինչ անելու, վարձահատույց է լինելու։ Ամեն։ Եկեք մի երկար տեղ կարդամ, ոնց որ թե այդ Սաղմոսը չեմ հասցնում։ Ու Մովսեսի մասին, երբ որ խոսում էինք, հիմա գնանք էլի Եբրայեցիների 11-ի 32-ից կարդամ։ Նայեք ինչ ա գրված։ Եվ էլ ինչ ասեմ, որ ժամանակը բավական չէ, որ պատմեմ Գեդեոնի մասին, Բարակի մասին, Սամսոնի մասին, Հեփթայի մասին, Դավիթի, Սամուելի եւ ուրիշ մարգարեների համար, որոնք հավատքով թագավորություններ հաղթեցին, արդարություն գործելով։ Այնտեղ գրած է գործեցին, այո, գործեցին, դրա համար հաղթեցին։ Խոստմունքներ ստացան, առյուծների բերան խցկեցին։
Կրակի զորությունով անցան, սրի բերանից պրծան, տկարություններից զորացան։ Բայց իրանց էլ էր եկել առևտուր անելու սատանան։ Հնազանդվի, թե չէ սուրը հիմա քեզ կուտի։ Հիմա առյուծի գուբի մեջ կգցենք քեզ։ Հրաժարվի քո սկզբունքներից։ Հրաժարվի Աստծուց։ Աստծուն ուրացի մատդ սենց արա։ Մեկ այսի օ ինչի։ Ու դու Աստծուն սիրում ես։ Բայց նայեք սրանք, այսինքն այս մարդիկ ասում է, իրանց արչև կանգնած էր կրակի զորությունը, բայց իրանք Աստծուն բռնեցին։ Իրանց արչև կանգնած էր սրած սուրը, որ ասում էր հիմա քեզ կմասնատեմ։ Կյանքդ կխորտակվի։ Կկործանվես։ Ասում է պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակ փախցրին։ Անկամ կանայք իրենց մեռելներին ընդունեցին հարություն առած։ Ուրիշներն էլ խիստ չարչարվեցին, նայեք, ազատությունը չընդունելով, որ լավագույն հարությանը հասնեն։ Այս մարդիկ գժված չէին, ժողովուրդ։ Այս մարդիկ ծալապակաշ չէին, ինչպես քեզ կարող են անվանել։ Այս մարդիկ լուրջ բան ունեին կշեռքի վրա դրած եւ ամեն ժամանակ իրան կշռում էին ու ասացին ոչ, մենք լավագույն հարությանն ենք ուզում հասնենք, մենք Տիրոջ վարձքին ենք ուզում հասնենք։ Ես ուզում եմ կանգնեմ երկնքի դարպասների առաջ եւ Տերը գասի ապրես բարի եւ հավատարիմ ծառա, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Ես ուզում եմ իմ վարձքը Աստծուց ստանամ։ Ես ուզում եմ իմ կյանքի մեջ կնիքը հաջողության Աստծո ձեռագրով լինի։ Միևնույն է, այս կյանքը ժամանակավոր է։ Անցողիկ է ամեն բան ու փուչ է, եթե համեմատենք Աստվածայինի հետ։ Ամեն։ Ասում եմ մյուսներն էլ նախատիկների, ծեծերի, կապանքների, բանտի փորձ առան, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանված մեռան, պատկերացնում եք, իրանք որոշեցին մեռնել, իրենք որոշեցին քարկոծվել, ոչխարի մորթերով, այծի կաշներով ման եկան, կարոտություն քաշելով, նեղված, չարչարված, որ աշխարհը նրանց, պատկերացնում եք, ասում է, արժանի չէր։ Երբ որ նրանք դրեցին կշեռքի վրա, այս աշխարհային այնքան թեթև գտնվեց։ Ու ասացին միևնույնն է, մենք համաձայն ենք։ Անապատներում մոլորվեցին, սարերում եւ այրերում, երկրի խոռոչներում։ Եվ այլն։ Մի քանի տեղ, որ ուզում եմ ընթերցեմ թանկագիններ։ Օրինակ, ինչ վարձքեր, ինչի դեպքում ինչ, ուղղակի սենց թերթելով գնանք։ Առակաց 22-ի 4-ի մեջ գրված է խոնարհության եւ Տիրոջ երկյուղը վարձք ունի։ Խոնարհություն եւ Աստծուց վախենալը։ Վարձատրվում է վարձքն է հարստություն եւ պատիվ եւ կյանք։ Պատկերացնում ես, ով որ խոնարհությամբ վարվի Աստծո հետ, ով որ երկյուղ ունենա Աստծուց ու հնազանդվի Աստծուն, ասում է, իր վարձքը հետեւյալն է՝ հարստություն, պատիվ ու կյանք։ Էս վարձքը։ Հաջորդը Լեռան քարոզի մեջ Հիսուսը մի օրինակ էր բերում ու ասում էր, գիտեք, ասում է, թող ձեր ողորմությունը մարդկանց առաջ չլինի, այլ ծածուկ արեք։ Այն ինչ որ ուզում եք լավություն անեք, ծածուկ արեք, թող ձևական չլինի, երևացող չլինի, որտեղ ասում է, եթե երևացող եղավ, ձեր շնորհակալության վարձքը առաք, բայց եթե ծածուկ անեք, որը որ Աստված է տեսնում, այսինքն դու մի քո փառքը փնտրի, դու մի քեզ մեծարի ուղակի գնա արա, որտեվ Աստված է քեզ ասի անելու, գնա օգնի մեկին, որտեվ Աստված դրել է քո սրտին օգնելու,
Աստծո առաջ արա, Աստծո աչքերից ոչինչ չի վրիպի։ Ասում է, եթե ծածուկ տեղը անես, Աստված քո վարձքը բացահայտ կտա։ Ամեն։ Ասում է, եթե ձեզ սիրողներին սիրեք, ձեզ ջան ասողներին ջան ասեք, բայց չոր ասողներին, այ եթե դու նրանց ջան ասեք, եթե դուք չարին բարիով հաղթեք, այ հաղթանակը ձեր, վարձքը ձեր հաղթանակն է։ Մատթեոս 10:41 Ով որ մարգարե է ընդունում մարգարեի անունով, նա մարգարեի վարձք կառնի։ Ինչ է մարգարեի վարձքը։ Որն է մարգարեի վարձքը։ Մարգարեից ինչ է դուրս գալիս։ Աստծո խոսք։ Եթե մեկին Աստծո մարդ ընդունես, Աստված իր միջոցով էլ քեզ կծառայի։ Ամեն։ Մարգարեն մի յուրահատուկ մի պատկերացրեք։ Ով որ Աստծո հետ, եթե մեկին, այսինքն դու գնահատես այն պարգևը, որ կա այդ մարդու վրա, սենց ասեմ, լավ, այդ պարգևը քեզ կծառայի։ Ինչքան ոտկող տաս այդ պարգևը չընդունես, անկախ նրանից այդ մարդը քո դուրը գալիս է, թե չի գալի, դու վարձք չի տա քեզ Աստված, չի կարող այդ պարգևը քեզ ծառայել։ Այ եթե ընդունես, ինքը քեզ կծառայի։ Ասում է հաջորդը 42-ը եւ ով որ այս փոքրերից մեկին միայն մի աման սառը ջուր խմեցնի աշակերտի անունով, նայեք, ասում է ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնի իր վարձքը։ Ասես մի բաժակ ջուրը ինչ է իրանից ներկայացնում։ Սառը ջուր։ Դե ֆիզիկական ջուրը չի, որ հենց ջուրն է, էլի։ Կասես կլինի թանտամ։ Թող վարձքը շատ լինի, տուր։ Բայց աշակերտին ընդունել, հասկանալ, որ այս քո կողքինը Աստծո զավակ է, որ քո կողքինը քոպես մեկն է, եւ դու դրված ես իրան ծառայելու, օգուտ լինելու, օգտակար լինելու։ Ասում եմ, եթե փոքր անգամ, բայց Աստծունն է։ Չարաճճիություն անում, բայց Աստծունն է։ Փոքր է, մի քիչ sense մանուկ բաներ է անում, քո վրա էլ ազդում է։ Ներվերը չի հերիքում։ Չես կարող դիմանասել։ Ասում եմ, եթե դու իրան ճիշտ վերաբերվես, կարելի է, հա, տեղեր անունները փոխում են, բայց նույն իմաստն եմ ասում։ Եթե դու իրան ճիշտ վերաբերմունք ցույց տաս, վարձքը չես կորցնի։ Էլ ինչ է խոստանում։ Շատ տեղեր կա։ Սաղմոս 73-ը տնային աշխատանք։ Եկեք ոտքի կանգնենք։ Ես արագ կպատմեմ այնտեղ ինչ է կատարվում։ Թող մեր փառաբանության թիմը գա։ Սաղմոս 73-ում հայերենի մեջ այս հեղինակը սենց սկսում է նվնվալ, մրթմրթալ, բողոքել։ Ասում է, բա ուր է խոստացածը, բա ուր է, այսքան ասեցիր, հեշտ բան չեղավ, աջ ձախ ոնց նայում եմ, այս ամբարիշտները հաջողվում են, դու ինչ ասես անում են, ինչ ասես չեն անում, որտե ձեռը կպցնում են, ծաղկում են, հետո մեծ նստած խոսում են, տնային աշխատանք, մյուս կիրակի հարցնելու եմ։ Աստծո անունից են խոսում, Աստծո դեմ են խոսում, Աստծուն հակառակ են խոսում։ Լսել եք այդ արտահայտությունը։ Աստված ջան, մեզ պահի, եթե չես կարող, իջի մենք քեզ պահենք։ Ես ինչ հպարտ ասում։ Ես չգիտեմ, մենակ հայերի մեջ երևի կա այս արտահայտությունը։ Ու ասում եմ, սենց նման բաներ, ու ծաղկում են։ Հիմա ես հեղինակ անորոշության մեջ եմ անկել ու ասած ասում եմ, լսի, չհասկացա, այսինքն ես իզուր եմ ինձ առանձնացրել, հա? Հենց տենց խոսում է։ Այսինքն ես իզուր եմ այսքան ժամանակ զրկանք կրել։ Չէ, զրկանք։ Այսինքն ինչ ենք արել։ Մեզ հեռացրել ենք մեղքից, շատ բաներից հեռու ենք պահել։ Սրբությունն ենք պահել։ Արդարությունով ենք վարվել։ Շատ առաջարկներ, որ մեզ կարող էր շեղել տանել,
Աստծուց կտրելու մենք մերժել ենք։ Ու դրա մեջ շատ եկամուտներ կարող էինք ունենալ ու, չգիտեմ, դիրք, անուն եւ այլն։ Ու այս հեղինակը ասում, այսինքն ո՞նց, Տեր, ես Իսուր եմ այսքան քեզ հնազանդվել։ Դուրս ա գալի դու ես բոլորին ավելի ես օրինակ քանց թե ինձ։ Հետո Աստծու հետ հանդիպում ա ունենում։ Վայ, ասում ես ինչ անմիտ է ես։ Կներես, ես ինչ եմ խոսացել ես։ Ես ինչ եմ ես ինձ թույլ տվել։ Ասում եմ մտա Տիրոջ ներկայության մեջ ու տեսա որ այս մարդիկ կործանում են գնում։ Դա հաջողություն չէր։ Դա իրանց կործանման ճանապարհն էր։ Դա ձեռքբերում չէր, դա ուրախություն չէր, դա օրհնություն չէր ի սկզբանե։ Ու որոշումը թարմացնում է։ Ոչ Տեր, ես կմնամ հավատարիմ քեզ։ Ես կմնամ այն սկզբունքներին, որի սկզբանը քեզանից լսել էի։ Ես կմնամ վարձքիս սպասումով, քեզ հնազանդվելով։ Ամեն, փառք Հիսուսին։ Եկեք մենք էլ այդպես աղոթենք, հա, այս մարդու պես։ Հարցնելու եմ ով էր հեղինակը Սաղմոսի։ Տեր մենք քո առաջ ենք խոնարհվում։ Դու ամեն բան գիտես, թե մեր արածները, թե չարածները, թե այն որոշումները, որ որոշել ենք, արել ենք կամ դեռ պատրաստվում ենք անելու իմ արքա։ Մենք այսօր Տեր, որտեղ ենք շեղվել, որտեղ ենք բաց թողել, որտեղ ենք հրապուրել, Տեր, աշխարհայինով եւ թողել ենք քո վարձքը, աշխարհի վարձքին ենք հետևել, խնդրում ենք ներիր մեզ։ Բայց նաեւ աղոթում ենք Տեր մեզ էլ ավելի ամրացրա, էլ ավելի հաստատուն արա, ինչպես որ Հովանեսը կգրեր, որ ամբողջ վարձքը ստանանք, որ հավատարիմ լինենք Տեր քո երկնային կոչումին, որ այս աշխարհի գանձերը եւ առաջարկները, որը որ Տեր մեզ կփորձեն շեղել քո ճանապարհներից, քո սկզբունքներից, արդարությունից, սրբությունից, երկնքից մենք կարողանանք մերժել առանց երերալու, առանց տատանվելու։ Խնդրում ենք Հայր, նորից այն մարդկանց համար հաստատություն տուր, ովքեր որ թերահավատության մեջ են, ովքեր որ տկար են, ովքեր որ մտածում են միգուցե զուր են վաստակել, զուր են աշխատում եւ զուր են սրբության հետևում։ Սուրբ Հոգի, դու ես մեր մեջ ներգործողը, կամենալն ու կատարելը առաջարկողը, դու ես մեզ զորացնողը եւ մեզ ամուր հիմքերի վրա կանգնեցնողը։ Մենք աղոթում ենք քո եկեղեցու համար, քո սուրբերի համար, որ քո եկեղեցին հաստատուն լինի, որ Տեր Եբրայեցիների 11-րդ գլուխի շարունակությունը մեր կյանքերը լինեն, մեր վկայությունները լինեն, մեր սերունդների կյանքում լինի, որ նրանք Տեր առանց կոմպրոմիսի ապրեն Աստված պաշտության կյանք, որ հաղթական կյանք ունենան։ Եվ իրականում Տեր արդար վարձքի ու հատուցման սպասենք։ Դու ասել ես Տեր, որ դու ցույց ես տալու ու երևալու է քեզ ծառայողի, քեզ հավատացողի, քեզ հնազանդվողի, քեզ երկրպագողի տարբերությունը եւ քեզ մերժողի տարբերությունը։ Բայց նաեւ աղոթում ենք, որ մեր կյանքի վկայությունը Տեր թող աշխարհի համար վկայություն լինի, մեր կյանքի փոփոխությունը թող աշխարհի համար վկայություն լինի, որ նրանք էլ Տեր իրենց արժեքները փոխեն եւ ճշմարիտ արժեքներին գան, որ միայն դու ես քեզանով է եւ քո մեջ է։ Շնորհակալ ենք այս ժամանակների համար Տեր։ Մենք կգնանք մեր տները, բայց խնդրում ենք Սուրբ Հոգի դու խոսա մեր սրտերի հետ, որ եթե բաներ կա մենք մեր կյանքի մեջ էջեր թերթենք, վերադասավորենք, բաներ կա դեն շպրտենք եւ այն ինչը որ ճշմարիտ է, հավիտենական է ու քեզանից է Տեր, ամուր պահենք։ Ու թող քեզ լինի փառք, պատիվ եւ մեծարանք։ Ամեն։